Ասեմ, որ այդ որ շրջաններից, որ ասենք իրենք վերաբնակեցվում են այստեղ, շատ հետամնաց խուլ շրջաններ են։ Ես անձամբ անցյալ տարի պատմում տարա մեր երեխաներին էքսկուրսիա, անցանք այդ Խուլոյի շրջանը, որտեղից մի վերաբնակեցվել են այս աճարները, կոնկրետ մեր շրջանի, ուղղակի այդտեղ ես չգիտեմ այդտեղ մարդկային ոտք տեսել էր այդ տարածքը, շատ հետամնաց, վերին աշճանին նույնիսկ իրենց բնակիչներից կերևար, որ այդտեղ ոչ մի կյանք, ոչ մի զարգացում, ուղղակի երևի տա էլ է ծագում, որտեղ հենց եկողներն անմիջապես ասում են, «Здесь ռայ»։ Օրինակ ես 50 տարեկան եմ, մինչև մի սեփական տուն չունեմ։ Որ հայրենասերն է ֆինանսում ես, որ Ախալցխա քաղաքը Ջավախքի հինավուրց քաղաքներից մեկն է համարվում։ 1500-ական թվականների կեսերին թուրքերը գրավում են Ախալցխան։ Սամցխե Ջավախքի ու Աջարիայի մի մասը նրանք ներառյալ անվանում են Գյուրջիստան։ Հայտնի է Գյուրջիստանի Դավթարը մարդահամարը, ըստ որի Ախալցխայի բնակչության 90%-ը հայ է եղել։ Դա արդեն աներկելի փաստ է, որովհետև գրած չի մեր պատմության արխիվներում կամ Վրաստանի պատմության արխիվներում, այլ հենց Թուրքիայի պատմության արխիվում։ Ջավախքում ամենահայտնի եկեղեցին Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին է։ Այս եկեղեցին այսօր դարձել է Ախալցխայի հայ ոգու, հայ պայքարի խորհրդանիշը։ Սուրբ Նշանը Վրաստանի անկախացումից հետո չի վերադարձվում հայերին։ Եվ այսօր ճիշտ է, վրացական հոգևորականները կամ պաշտոնյաները փորձում են ընթացք տալ եկեղեցու վրացականացմանը, բայց բնակչության եւ ակտիվ երիտասարդների պայքարի շնորհիվ Սուրբ Նշանը դեռ պահպանվում է չեզոք դիրքում։ Եկեղեցու հենց կողքը բլուրի վրա դրված է ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքար, որը վրացիները մի քանի անգամ փորձել են ոչնչացնել գցելով այն զորը։ Հիմա իմ ձեռքում կան մի քանի նկարներ, որոնք նկարահանել է իմ հայրիկը ժամանակին 90-ական թվականներին եւ ես այդ նկարների հիման վրա փորձել եմ գտնել այս նույն խաչքարերը կամ հայկական զարդանախշերը պատերի վրա մեր բերդում ու չեմ գտել։ 90-ական թվականների Գամսախուրդիայի խառը ժամանակ, որ արդեն վտանգ էր սպասվում այս ամեն ինչին, արդեն ավերում էին խաչքարերը, ուզում էին ջնջել ընդհանրապես հայկական հետքերը, եկեղեցիների վրա փորագրությունները եւ այլն։ Ինքս եղբորս հետ շատ ենք մանեկել, թաքուն անգամ գետով անցել ենք, թույլ չէին տալիս այդ կողմերում ման գալ։ Մենք գետը անցել ենք, սարով բարձրացել, բերդենքել է ու չենք գտել ոչ մի բան աբսոլյուտն։ Պատի մեջ ճեղքը երևում է, ինքը արդեն ավարյոնի վիճակի մեջ է այդ բերդը, շատերը չեն գնում այդ կողմերը։ Հայկական տառեր են։ Սա էլ պապայի հանած նկարն է։ Ու ես հետո ինչքան իմացա, պապան գնացել հետաքրքրվել էր էլի ու ինքը տեսել էր, որ սվաղ է արած։ Սա եկեղեցի է հայկական, ինչքան գիտեմ 13-րդ դարի եկեղեցի է, ավերակ ու հիմա նույնպես գտնվում է Ռաբաթ թաղամասում։ Իսկ սա այս եկեղեցու կամարն է, կամարաձև պատը, որի վրա եղել է մնացած միակ հայկական խաչքարը 90-ական թվականներին։ Այս խաչքարը շատ հին, հայրիկս ինքը այդ չոտկով երկաթի չոտկով լրիվ միջիվաները մաքրել են, որ այսքան կարողացել են նկարել։ Սա էլ է քանդված։ Իմ ընկերը մի անգամ պատմեց, ասաց բերդի տարածքում որ ման էր գալիս, հորթերին էր արածացնում, ասում է ուզեցի մի քար շպրտել հորթի հետևից, տեսնեմ ինչ որ վրա նախշեր կա։ Ասում է ընկերներիս հետ ենք, ասի էս ինչա, ուիչել են ձորը, տեսել են որ շատ կա, հավաքել են խաչքարի մի թևը եւ մի մասը ինչ որ էլի փշրտած վանդալիզմ, որ ասում են։ Այստեղ խնդիրը շատ ավելի լուրջ է։ Բացի այն, որ գործում է Վրաստանի հակայի քաղաքականությունը, նրանք նաև օգտագործում են տեղի հայ բարձրաստիճան պաշտոնյաներին։ Այսօր Վրաստանի պետական բյուջեից ծնվող, պետական բյուջեից եկամուտ ունեցող բոլոր հայերը այս կամ այն չափով, իհարկե բացի կրթական ասպարեզում աշխատողներից, այս կամ այն չափով նպաստում են այդ քաղաքականությանը։
Սաղամո գյուղում, որը հին հայկական բնիկ գյուղ է եղել, մինչև այսօր 3 հայկական եկեղեցիներ են պահպանվում։ Մեկը հայ քաղաքեդոնական եկեղեցի է, որը վերակառուցվել է։ 2 եկեղեցիներից ավերակներն են մնացել։ Այդ եկեղեցիներին կից կառուցվել է փոքրիկ մենաստան, որտեղ բնակեցվել են վրացի միանձնուիները։ Ըստ գյուղացիների տեղեկության ժամանակ առ ժամանակ այդտեղ այցելում է նույնիսկ Վրաստանի նախագահի կինը Սանդրան։ Ինչ որ մարդկանց օգնությամբ այդ միանձնուիները սկսել են հայկական խաչքարերը կամ քանդել կամ սվաղել։ Իսկ սվաղված հայկական խաչքար գտնելը վրաց պետության սահմաններում այսօր այդքան էլ դժվար խնդիր չի։ Հերիք է միայն իմանալ, որ ձեր կանգնած տեղում եկեղեցի է եղել կամ այլ մշակութային կոթող։ Ժամանակի ընթացքում անձրևներից սվաղը թափվում է եւ հայկական ու հաստատ առաքելական խաչ է երևում։ Բացի դրանից նրանք գյուղի բնակիչների մեջ տարածում են, թե այդ եկեղեցիները հին վրացական եկեղեցիներ են եւ որ հայերը այստեղ եկվոր են։ Այս եկեղեցին հայկական եկեղեցի է, սովետական ժամանակաշրջանում ծառայել է որպես պահեստ, եկեղեցում եղել է մկրտության ավազաններ, հետո հետագայում շարվել է, որպես հակահայկական վրացիները ուզեցել են դարձնել վրացական իրենց։ Զարմանալի է, որ խորանները չեն քանդել եւ դա բառապացույց է հայկական եկեղեցում, որ տեղի բնակչությունը կարողանում է ապացուցել այս եկեղեցու հայկական էությունը։